Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ ու ֆենթեզի ֆիլմերից, գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա մեր հյուրը հայկական սոցիալական ցանցում ու ընդհանրապես թվային միջավայրում խոշորագույն գեյմերական համայնքը ստեղծողներից մեկն է, թե ստեղծողը։ Համահիմնադիրներից է Ռայա Եպիսկոպոսյանը, Պրիվետ։ Բարև։ Ոնց ես։ Լավ, շատերը ինձ կստացի գիտեն որպես Զիգմոնդ, որտեվ խաղերում է դեռ նիկնեյմը շատ երկար ժամանակ, որը հետո անցավ Facebook։ Ինքը Ֆրեյդի հետ կապ ունի, թե չէ։ Ինքը բացարձակ կապ չունի Ֆրեյդի հետ, բայց Ոչմ այն հին դարում, երբ որ տղաները փորձում էին pick-up անել, շատերը գրում էին Ֆրեյդը սիրում բան, որտեվ Զիգմոնդ էր գրած, բայց չէ, լրիվ ուրիշ բանի հետ կապ ունի, հետո մի օր կպատմեմ։ Armenian Gaming Community-ն։ Gamers Community։ Gamers Community-ն, AGC, ես միշտ AGC եմ ասում դրա համար։ Հա, AGC-ս էլ։ Երբ ստեղծվավ ու ոնց ստեղծվավ։ Так, ինքը բավականին երկար ժամանակ արդեն կա, ստեղծվել է 13 թվականի հուլիսի 10-ին։ Հեսա 12 տարեկան։ Հա։ Ու բան, ինչի հուլիսի 10-ին ասացի, որովհետև շատ անգամ եղել է, որ նշել ենք AGC-ի ծնունդը, տենց մի քիչ համեստ կամ մի քիչ ավելի սենց մասշտաբային։ Հա, ու մի անգամ սենց բան ասաց ինձ մի հատ աղջիկ, որ մայկաներ էինք ուզում տպեինք տենց AGC, ասաց, այդքան երկար կա, ուրեմն մարդկանց պետք է որ կա էլի այդքան երկար, ու ես սենց մտածեցի իսկապես մենք երբեք չենք ունեցել, ասենք ագրեսիվ մարքեթինգ, որ մարդիկ հավաքենք, չենք ունեցել ինչ-որ հովանավորներ, ինչ-որ կոմերցիա բան, գովազդ բան չի։ Հա, ոչ մի մոնետիզացիա խումբը չունի։ Հա, ու չնայած դրան, այսքան տարի խումբը կա, ակտիվ է, ինչ-որ բաներ մենք անում ենք, ու իսկապես եթե տենց է, ես մտածեցի ուրեմն պետք է էլի շատերին, որ այդքան տարի ինքը կա։ Այսինքն դու այդ ժամանակ զգացիք, որ տենց բանի կարիքը կա, այսինքն։ Գիտես ինչ էր, այդ մի քիչ թելադրված էր նաև նրանով, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Որովհետև դե ինչպես եւ դու գիտես, ոնց որ այդ խաղային բանը, որ եկավ հասավ Հայաստան, ինքը տենց SNG-ի սաղ երկրների նման էր, այսինքն եկան կոնսոլները հին, այդ Sega Mega-ներ, եսի մինչեր, սկսեցին հետա ձևավորվել այդ կլաբերը, այսինքն ինչ-որ կլուբերը, Հայաթում, ինչ-որ գնում էին, ինչ-որ մի երկու հատ դրած էր, վագոնչիկի մեջ։ Հա, ինչ-որ գարաժում, միտեղ բան, ոչ, ուսն սաղ Հայաստանով այդ կար։ Ու տեղ միջայլոց էլ է հատկանշական, որ տղաներն էին միշտ այդտեղ, որ աղջիկներ այդ գարաժներում չկային։ Լավ տղուկուլը չի կարա գնալ։ Չի կարա, հա, մենք քարտու ոչմ բանի մեջ էինք այդ ժամանակ, ոչմ։ Հա, տենց սկսեց, հետո ավելի լուրջ արդեն այդ PC Game Club-ներ, ասենք այն հին վախտերի, չգիտեմ, հիշում եմ Max Power-ը, որտեղ ես գնում էի, Nexus-ը, պատմական, հա, մեր Game Club-երից, ոչ, այդտենց շատ ուրիշներ։ Հետո, ինչպես էլի դու գիտես, այդ Game Club-երն սկսեցին փակվել, ըստ նրա, որ մեր մոտ սկսեց հայտնվել նորմալ ինտերնետ, որ համակարգիչները արդեն կային տներում, արդեն հավես չունեին, ժողովուրդը գնային տենց ինչ-որ club ուղղակի խաղալու, երևի տենց ամենը շատ տենց Nexus-ը դիմացավ, որտեղ ինքը էլի ուժեղ community ուներ։ Հա, ու այդ տենց Պիրիլոմնի շրջանին, այդ անցումային շրջանին, երբ որ ինչ-որ սենց փոքրիկ community-ներ կային այդ game club-երում, սենց այդ սկսեց լուծվել դեպի ոնց որ տներ մարդկանց, ու հետը սկսեց անհետանալ։ Ու մոտավորապես այդ ժամանակ մենք հասկացանք, որ արդեն չենք տեսնում ոչ մեկին, մեր գեյմեր ընկերներից բան, իսկ Facebook-ը այդ ժամանակ ամենատենց պոպուլյար հարթակն էր։ Հա, ու տենց բացվեց խումբը։ Բացել է հենց իմ ընկերներից մեկը, Ռոբերտը Խուդավերջյան, կարող է իմանաս ինքը դրեղի, հա, գիտարիստն է նաև։ Ու բանը, այդ ժամանակ մոտ տենց 300 հոգի էինք, այն որ սենց սաղ ընկերներին հավաքում ես։ Nexus-ի ժողովուրդը։ Հա, էլի սենց հաշում։ Ու տենց բացել էր,
ասես խառը քաոս էր խմբում բան, ես էլ էի այնտեղ, ու ասենց ինձ վրա սկսեց այդ ազդել, ես ուզում էի, որ այդ ինչ-որ ավելի լավ բան դառնա, ոչ եմ ասի արի ես կանոնները գրեմ խմբի ու ինձ էլ ադմին սարքի, տենց բան անենք միասին։ Ինքն է հա բան։ Ու տենց ես ոնց որ համահիմնադիր դարձա։ Հետո Ռոբերտը ավելի ուրիշ բաներով սկսեց զբաղվել, ոնց որ հիմնականում ես էի խումբը տենց ստանում։ Ու դրա համար հիմա ես եմ ստեղ ոչ թե Ռոբերտը, հա։ Տենց դրանով դրթված էր, որ բացեցինք խումբը, էլի, եթե պատասխանել տենց քո հարցին։ Այսինքն տենց այդ անցումային շրջանն էր, որ մեզ ստիպեց ինչ-որ հարթակում ոնց որ հավաքվել, որտեղ մենք կարող ենք ոչ միայն չկորցնել այն մարդկանց, ում արդեն գիտենք, այլ նաև գուցե նորերի հետ ծանոթանալ, բան ու այդ ժամանակ ասում եմ մոտ 300 հոգի ենք, հիմա 4000-ից ավել ենք, էլի տենց դեպի 5000։ Բայց հետաքրքիր է, օրինակ այդ ֆենոմենը, երբ որ ասենք, նու ֆենոմեն չի, ինքը բնական է, որ եթե ինտերնետ կա եւ այլն, մարդիկ արդեն գնում են տները, ոչ թե հավաքում են կամ տնի կլուբերում։ Բայց այդ մթնոլորտը ուրիշ է, էլի համակարգչային կլուբի մթնոլորտը այնտեղ հավաքվելու, խաղալու բանը, էքսպերիենսը լրիվ ուրիշ է, քան դու տանը ինչ որ մեկի հետ ինտերնետով խաղաս։ Այդ նույն պատճառով երևի ասենք Կորեայում կամ Չինաստանում կամ Ճապոնիայում այդ կլուբերը չեն փակում, իրանք միշտ էլ մնում են ակտուալ։ Չի ասի երևի նույն պատճառով, այնտեղ իհարկե հա community գործոնը, ես մինչև հիմա համայնք բառի հետ չեմ կարողանում հայերեն տենց համայնքը մի տեսակ իմ համար դիասպորայի նման բան է, էլի ոչ թե community։ Հա, այնտեղ դե competitive gaming-ի բեմն է ուժեղ, այնտեղ ավելի շատ ոնց որ այդ մարդիկ ուզում են իրանց սկիլերը ցույց տան, նաև բան է դա։ Իսկ մեր մոտ competitive բեմը ուժեղ չի, որովհետև դե քիչ ենք, հենց դու ասում ես, որ գիքերը քիչ են, իսկ competitive player-ները, որոնք տենց, չգիտեմ, կիբերսպորտսմեն կարան դառնան, այլ ավելի քիչ են։ Դրա համար այնտեղ, մեր մոտ այդ գործոնը չկա, իսկ այնտեղ կա։ Հա։ Ու դե գիտես, ասիացիները ոնց են խաղում խաղեր լուբոյ սպորտի մեջ, իրանք ասենց միմիկվա ամենաուժեղներից են։ Դա մեր նման չեն գում, մի ժամ նստեն կոմպի մոտ խաղային ելնի։ Հա։ Ու բանը, ու ստեղ հիմա օրինակ սկսել են ինչ-որ վերաբացվել համակարգչային ակումբներ, բայց լրիվ ուրիշ ֆորմատով։ Այնտեղ սենց որ կաֆե է, որտեղ կարաս համել PlayStation, հա, ֆուտբոլ, հենց այդ, ես ասում եմ յանի տենց քարտը վիճակները բրծելա, բայց հիմա որ տենց կոմպյուտերային կլուբ չմտնես, ֆուտբոլն է, հա, ֆուտբոլ, մաքսիմում ինչ-որ fighting-ներ, ասենք Mortal Kombat բան, ինչ-որ սենց բան։ GTA 5-ը ամենաբարձր շիկն է, էլի։ Չէ, ոչ մեկ ընդ չի խաղում GTA 5 կամ ինչ-որ բան կարծում եմ։ Ոչ եմ ֆորմատը սենց է, էլի ինչ-որ տղեկ նստած են, ասենք 2-3 հոգով, նարգիլ են ծխում ու ինչ-որ ձեռի հետ սենց ֆուտբոլ են խաղում, հա։ Որը ասենք իմ պատկերացման մեջ այդքան էլ տենց չպետք է լինի, էլի, որ game community-ը տեղ չի կարա ձևավորվի, որովհետև լրիվ ուրիշ ժամանցային ինչ-որ վիճակ է, իսկ նույն Nexus-ում ինքը կար, որովհետև այնտեղ տենց ասենք առաջնություններ էին անցկացնում, բան ընդենես չէր, որ դու գնում ես ինչ-որ ֆուտբոլ խաղեր, ընդ ինչ խաղ ասես խաղացող կար, համ competitive, համ ինչ-որ դու կարար նստեիր, տեսնեիր, որ ինչ-որ single player մեկը չգիտեմ ինչա խաղում, սեյվերն է պահում, որ հետո գա շարունակի, էլի, ու ասենք այնտեղ կար այդ, որ մեկը տենում էր մեկի գլխին սենց սաղ թափած նայում են, այդ մեկը ասենք չգիտեմ, ինչ-որ raid-ի ժամանակ Warcraft-ի եսի միշն են դեմիջներ էր անում, որ սենց ուղեղդ պայթում էր, կամ ասենք ոչ եմ սենց էր էլի, ու իսկականից այնտեղ community-ն կար։ Իսկ հիմա Սևանում համակարգչային կլուբ կար, որտեղ գնում ենք մենք Warcraft 3 խաղալու, Frozen Throne-ը հիմնականում իրար դեմ։ Ու մի հատ ընկեր ունեմ, ինքը ահավոր լավ էր խաղում, ահավոր լավ, Սևանի մասշտաբով ինքը չեմպիոն էր, իրար դեմ խաղ չկար, էլի, ձև չկար իրեն հաղթելու։ Հա։ Ու մի օր տենց կազմակերպեցինք բան, որ գա ինքը Nexus-ում մասնակցի Warcraft 3-ի չեմպիոնատի, բմբլեցին կոնկրետ իրար Մայրա քաղաքի ներդերը ասում ես հələ չի հասցրել ինչ որ մի երկու հատ զորք սարքի եկան ջնջեցին գնացին
Հա, տենց ես օրինակ որ փոքր էի Age of Empires էի խաղում, ես իմ դե կազակի բան, բայց ես շատ արագ հասկացա, որ ես competitive խաղացող չեմ բացարձակ, հա, ինչ որ տենց, որովհետև ոչ մարդիկ կային, որ սենց ուղակի սենց rush էին անում, ու սենց մի անգամ всё, դուել չկաս, հա։ Հիմա ինչքանի հոգի է բանում խմբում։ Խմբում 4000 չեմ հիշում ինչքան։ Վահագին է, էլի, ասենք Հայաստանի մասշտաբներով վահագին է։ Իսկ ակտիվությունը ոնց է հիմա։ Դե հիմա մի քիչ երևի ավելի քիչ է, եթե համեմատել, ասենք 5 տարի առաջվա հետ։ Դա համ մեզնից է գալիս մի քիչ ադմիններից, համ էլ խմբում եղած մարդկանցից, որովհետև խմբում հիմնականում երևի 25 պլյուս մարդիկ են ու տենց դալշ, հա։ Ու այդ մեզ մի քիչ պակասում է երևի այդ թարմարունը, այսինքն ջահելները որ գան։ Չգիտեմ ինչից է, երևի ինչ որ Facebook-ի ալգորիթմներից է, որ ինքը տենց ցույց է տալիս ում որ ըստ իրան պետք է, հասկանում է, որ այս խմբում հիմնականում այս տարիքի մարդիկ են, ինչ որ ջահելներին ցույց չի տալիս։ Կամ կարող է ուղղակի ջահելները էլ Facebook-ում չեն, որովհետև սաղս գիտենք, որ Facebook-ը իր պոպուլարությունը կորցնում է։ Հա, իսկ ադմինների ակտիվության առումով էլ մենք առաջ շատ բան էինք անում, որովհետև ունեինք ժամանակը, ունեինք ռեսուրսը տրամադրելու, իսկ հիմա որ տուն տեղ ընտանիք երեխեք գործ, չես հասցնում քո հոբիներով զբաղվես, ես նույնիսկ խաղալ արդեն այդքան չեմ հասցնում, ուր մնաց մի հատ էլ այդ հետո տրանսլացիա անում։ Ես ընդհանրապես լքել եմ մեծ գեյմինգը, ստիպված եմ լքել, որովհետև չեմ հասցնում։ Հա, դե տես ինչ վատ է, նու հասկանալի է հիմա տենց շրջան է, բայց հա տենց ցածր ակտիվության շրջան է կոնկրետ մեր մոտ էլ։ Դե AGC-ին երբ որ ստեղծվել էր, որ ինքը երիտասարդ էր, ասենք 10-ականներին, այս հիմիկվա մարդիկ այնտեղ շատ ջահել էին ու հետաքրքիր ակտիվ գեյմերներ էին։ Հետո արդեն հիմա իրանք հասել են այն տարիքին, որ աշխատանք, ընտանիք, երեխեք եւ այլն։ Իսկ նոր սերունդը իմ պատկերացմամբ մի քիչ ուրիշ ձև է պատկերացնում gaming community-ին։ Հա, շատ հնարավոր է։ Մի քիչ ուրիշ ձև են իրանք այդ շփման մեջ, մի քիչ ուրիշ ձև են մոտենում, ուրիշ խաղեր են դաժե խաղում, ես կասեի։ Երևի, օրինակ հիմա ասենք ջահելները, հա, բայց մի հատ ասեմ ինչ էինք անում մենք այն ժամանակ, երբ որ ակտիվ էինք։ Օրինակ մենք կազմակերպեցինք Հայաստանում առաջի Hearthstone-ի տուրնամենտը, մենք շատ ես էլ էի խաղում Hearthstone ժամանակին, հա, ու մենք շատ sense ուզում էինք այդ տարածվի, բան, պլյուս դե ինքը կապված էր Warcraft-ի lore-ի հետ, շատ սիրելի վիճակ էր։ Ու ինքը կակրաս տենց կիբերսպորտային էր, էլի ավելի այսքան այնտեղ տենց ես միշտ գրաֆիկա չկա, որ պետք է նայես, ես միշտ story չկա, բան, ուղղակի դու տենց շախմատի նման sense բան ես անում, էլի ոչ։ Հա, ու այդ արեցինք AGC gathering-ները իրանք առանձին թեմա էին, դա էլ երևի առաջի ֆորմատներ տենց Հայաստանում։ Մենք տենց տարբեր տեղեր հավաքվում էինք, ասենք pub-երում կամ ինչ-որ ուրիշ տեղեր, որտեղ մեր ընկերները ինչ-որ ասենք համաձայն էին մեզ տենց բան անեն, host անեն։ Հա, ու ես պայմանավորվում էի տարբեր մարդկանց հետ, ովքեր պետքա պատմեին, ասենք ինչ-որ իրանց գեյմինգային, գեյմինգի հետ առնչվող մի բանի հետ։ Օրինակ մարդը խաղասարք է, կամ մարդիկ այնտեղ մոդերներ են, կամ չգիտեմ, նույն Բագրատը Դաբաղյան էլի մեր հյուրերից էր ժամանակին ու պատմում էր տենց ամբողջ աշխարհը գմփացրած բանի մասին, Shadow Matic-ի մասին, շատ հավես էր։ Հա, ու այդ ոնց որ տենց առաջի բաներն էին, էլի, որ տենց որպես սպիկերներ գալիս էին, մենք ունեինք մի քանի սպիկեր, հետո ինչ-որ sense socializing, ասենք փոքր տուրնամենտներ կարող ունենայինք, օրինակ մի անգամ էլ հիմա TonLab-ն է, այդտեղ առաջ 10-ներ ոնց որ կորունի վրա բան էինք կարող, չէինք ալարե, в общем հին տելևիզորներ էինք բերել, հին կոնսոլներ, Դենզի բան։ Հա, կարտրիջներով, բանով ու ինչն էր, որ Mortal Kombat-ներ չեմ հիշում արդեն, Ultimate-ներ, ինչներ։ Ու տենց փոքր բան արեցինք, էլի, չեմպիոնատ արեցինք, Դավիթը Թատլյան իհարկե սաղին կրեց, որտեղ ինքը տունը կոնկրետ խաղում է, էլի, հա։ Ինքը Mortal Kombat։ Ոչմ, Retro gamer-ը։ Հա, ինքը retro gamer-ը, ոչմ։ Ու տենց բաներ էինք էլի մտածում, որ ինչ անենք, որ հիշենք, բերենք, ցույց տանք, բան եւ այլն։
Հա, հետո այդ ինչ որ sense կետի հասավ, որից հետո նախ պետք էր մասշտաբները շատացնել, այսինքն ավելի ինչ որ մեծ venue-ներ, տեղեր, շատ մարդով։ Այդ էլ արդեն շատ դժվար էր առանց հովանավորության անելու, արդեն ինչ որ գումար էր պետք նույն տեղ վարձակալելու եւ այլն, ոչ sense։ Ու մենք ոնց որ չանցանք այդ պահը, որովհետեւ մեր մոտ էլ տենց այդ ընտանեկան գործի բան եւ այլն sense բաների հետ համընկավ։ Ու շատ ափսոս իհարկե ես կուզեի այդ իմ տենց բաններ էլի passion project-ներ, որ շատ կուզեի առաջ տանեի։ Բայց հիմա այս շրջանում, չգիտեմ, կարող է էլի հետո ինչ որ ձևի կարողանանք առաջ տանենք։ Հա, ու վերադառնալով նրան թե ինչ էիր դու հարցնում։ Ես ակտիվության մասն է հարցում, ես օրինակ հիմա ես որ ջահելների խաղերի Հա, ճիշտ է, ջահելների խաղերի։ Ես ուզում եմ ասել, որ հիմա իմ աշխատանքը ամեն դեպքում գեյմինգ ինդուստրիայի հետ է կապված, ու ես միշտ sense խաբար եմ էլ ինչ է կատարվում, հա։ Ու հիմա ամենապոպուլյար խաղերից են Genshin Impact-ը, Honkai Star Rail-ը, որոնք sense mobile խաղեր են, բայց կարաս ասենք, որ շատ ուզես կոմպյուտերով է խաղաս, էլի։ Հա, տաղես օրինակ PlayStation-ով խաղում եմ մեկ Genshin Impact։ Հա։ Ու բայց հիմնական հեռախոսով է խաղում։ Հա։ Ու այդ ասենք մեր սերնդի կողմից այդ խաղերը հիմնականում որակվում են որպես բավականին թույլ։ Հա։ Ինչ որ sense ինքը գրինդ է հիմնականում, ինչ որ սյուժետ է քեզ տալիս, շատ սիրուն է, ու sense animation-ի դիզայնով է, տենց այդ setting-ի մեջ է, ինչ որ fantasy-ոտ ու բավականին թույլ է gameplay-ի առումով ու ինչ որ ոչ մին դե բան չկա, որ sense գլուխդ գմփացնում է կամ բան էլ ինչ որ, բայց ինքը sense շատ շարունակական է, անընդհատ քեզ կերակրում է ինչ որ նոր հերոսներով, որոնց դու պետք է էլի գրինդ անես, որ բան անես, ոչ sense ասում եմ, մեր սերնդի կողմից ինքը որակվում է որպես նենց պլյուս միկրոտրանզակցիաները։ Այդ հիմա համարյա սա խաղերում ավելի հեշտ է ասել այն խաղերը, որտեղ չկա միկրոտրանզակցիաներ, քան այն խաղերը, որտեղ կա։ Բայց ես որ մտնում եմ խումբ, ես տենում եմ, որ ինքը ակտուալ է, այսինքն նես չի լինում, որ ինչ որ իրադարձություն լինի gaming ինդուստրիայում խումբը հետ մնա դրանից։ Խումբը մեռած չի հաստատ։ Նույնիսկ Չէ, մեռածը չի հարցը, ինքը կոնկրետ ակտուալ է, ինքը ռևյուներ են գրում, լուրերն են գցում, քննարկումներ են անում եւ այլն։ Իմիջայլոց շատ կարեւոր բան է լի, որը մեր խմբի համար հատկանշական է, որովհետեւ ասենք հետո դե ինչ որ ուրիշ page-էր, բաներ, խառը ինչ որ մեկ բացվել է, մեկ փակվել է, բան, բայց իրանց մոտ միշտ են ֆորմատներ, որ admin-ները ինչ որ նորություններ են գցում, ու ինչ որ մարդիկ կարող է տակը կոմենտեն կամ չկոմենտեն։ Իսկ մեր մոտ user generated content է, մենք երբեք ֆորմատը չենք դրել, որ այ դուք ոչ մեկդ մի post եք, մեր ասած ավելի կարևոր է admin-ները պետք է որոշեն ինչ լինի, բան չէ։ Այնտեղ հակառակը մենք ուզում էինք միշտ նենց անեինք, որ մարդիկ ում ինչ որ բան հետաքրքրում է, հարցա եւ այլն տարբեր բաներ, որ իրանք լինեն հիմնական post-ողները, կոմենտողները եւ այլնները, ու ես շատ sense բանեմ գոհեմ ինձնից, որ ստացվել է ու sense միշտ ասում եմ AGC-ին սեր է բան, որովհետև այնքան բաներ է AGC-ում լինում, ասենք մարդիկ գործ են գտնում AGC-ով, մարդիկ գտնում են թիմակիցներ, ես ինքս ունեմ լիքը ընկերներ AGC-ից ձեռք բերած լավ ծանոթներ, այնտեղ ոչ եմ հազար ու մի բան, որ դաժե մի հատ տենց մեմ կար, որ հիշում ես sense հին Nokia-ն մի հատ ռեկլամի կամպանիա ուներ, որ sense ձեռքեր էին ու sense Nokia connecting people, AGC connecting people, հա, տենց ասում ենք, ծիծաղում ենք, բայց իսկականից բան է, էլի, շատ հավես է, նույնիսկ ես ու Ալիկը ծանոթացել ենք AGC-ով, հա, ու մենք ընդեղ ենք իրար գտել, ու մենք միակը չենք Մարիան ու Համլետը ծանոթացել էին AGC-ում ու իրանք ամուսնացել են, մեզ հրավիրել էին իրանց հարսանիք, որպես անուղակի sense հովանավորներ էլի, անուղակի քավորներ, ինչը ասենք չի կարա էլի sense չջերմացնի քեզ,
Որովհետև հենց այդ ամեն ինչի համար էլ Aegis-ին ստեղծվում էր, հենց այդ ամեն ինչի համար էլ ես ներդրում էի իմ ժամանակը, տենց անհատույց, իմ էներգիան եւ այլն ու շատ ուրախանում եմ, երբ որ տենց բաներ այլ։ Իսկ մոդերացիան դու ես անում էլի, թե Ալիկը։ Ես Ալիկը տենց փնտրում էինք նաեւ ուրիշ մոդերներ, բայց հələ որ ելնում են տենց կուրիոզային բաներ, ասենք մեկ ինչ-որ post-անի, ինչ-որ բան գցի, ասենք որ вообще չի համապատասխանում խմբին կամ կողքից ինչ-որ բան էլի ասենք։ Ասա երկու բանի մասին կպատմեմ, մեկը թե ոնց հայտնվեց մեր խմբի կանոններից մեկը, մյուսն էլ մեր տենց խնդալու մեմերից մասին, թե ոնց հայտնվեց ինքը։ Ուրեմն երբ որ խումբը դեռ համեմատաբար նոր էր, տենց ասենք մի քանի տարի էր որ կար, ինչ-որ մարդիկ էին հայտնվում խմբում, որ ասում էին աղջիկ գեյմեր կա, ու տենց ինչ-որ պոստեր հարցնում էին, ստե աղջիկ գեյմեր կա, որտեվ դե ոնց արդեն մի քիչ խոսացինք, աղջիկները տենց գեյմինգի մեջ բավականին քիչ էին այն ժամանակ, չէ, ոչ թե նուբ, չնայած չգիտեմ, եթե ուզես կարաս ինձ նուբ էլ երևի ասես, բայց դի ստերեոտիպի մասին է խոսքը, չէ, ես հենց այն նկատի ունեմ, որ խոսացինք օրինակ, որ այդ կոմպյուտերանոցներում աղջիկները չկային, որտեվ ոչ մի լավ տղուկուր չպետք է, ու տենց ասենք, ես էլ շատ ուշ եմ համակարգիչ ունեցել, որովհետև իմ ոնքել են մտածել, որ դու ինչին է պետք աղջկան, չի խաղալու։ ու ես ասենք հիշում եմ, որ ես համալսարանում եմ արդեն մեր կուրսը հիմնականում աղջիկներ էին ու ինֆորմատիկայի դասին իրանց սովորացնում էին ինչա պապկան ֆոլդերը դեղին ու տիպը ու իրանք նոր էին սովորում ինչա պապկան հասկանում իսկ ես այնտես չգիտեի ինչ ռեակցիա տա մարդը արդեն երկրորդ կուրսը հասել եկա մարդը հասկանում ես ու ինքը չի օգտվել համակարգչից որովհետև ասենք իր ընտանիքում մտածել են որ աղջիկը չգիտեմ պետք է էփել թափել իմանա համակարգչից չօգտվի ուր մնաց խաղեր Ոչմ ու տենց ինչ որ մարդիկ էին հայտնվում ինչ որ ժամանակը մեկ հայտնվում էին տարբեր մարդիկ տղաներ ասում էին աղջիկ գեյմեր կա բան ու իմ համար այդ նենց սենց լավ էլի վիճակ էր դե որովհետև այդ տենց սեքսի մոմենտ է էլի որ ասենք ընկերուհիդ խաղում բան ու իրանք հարցնում էին այդ ինչ որ մի խմբում պոստում էին որտեղ ադմինը շատ པարզ աղջիկ է էլի Ռայա անունով չի կարա լինի ինչ որ տղա ասենք как минимум գոնե այդ աղջիկը հաստատ գեյմեր ու բանը ինչ որ պահից ես տենց սկսեցի սարկազմով պատասխանել որ տիպը դուք չգիտեք որ աղջիկ գեյմեր չկա խեք գրում յանի էլի ու այդ ես իմ պրոֆիլից է էլի գրում որ տիպը աղջիկ գեյմեր չկա ու այդ դարավ մեր մեմերից մեկը որովհետև աղջիկ գեյմերները սկսեցին քիչ-քիչ ու շատանալ ավելանալ խումբ բայց հենց այդ պոստերը արվում էին բա աղջիկ գեյմեր կա թե չկա բան ես ինչ որ աղջիկները տակը հավաքվում էին sense hashtag-ով իրար կպած գրում էին աղջիկ գեյմեր չկա էլի ոչ մենք չկանք ինչ որ միֆ ենք մենք բան չկանք ու շատ խնդալու էր այդ ինչ որ պահից այդ պոստերը ոնց էլ չէին հայտնվում որտեվ մեր քարտու կուլտուրան որ սկսեց դեպի եվրոպական առաջադեմ վիճակներ գնալ արդեն սա հասկացան որ աղջիկ գեյմերներ կան ու իրանց պետք չի փնտրել ինչ որ իդինարոգների նման հա այդ մեմերից մեկը իսկ ինչը վերաբերվում է մեր խմբի կանոններից մեկին այդ որ ասում էի ոնց հայտնվեց այդ էլ մենք փորձում էինք որ ոնց որ որակով content ստանալու համար ոնց որ ամեն մեկը ինչ որ խառը բաներ էին գալի պոստում մեկը կար Counter Strike-էր խաղում մի հատ տղա էր ամեն խաղից հետո երևի ինքը սկրինշոտ էր անում այդ իրանց տաբլիցան բաներով ով ինչքան աչոկը հավաքի ով ինչքան քիլա հա ով ինչքան չգիտեմ ասիստ հարեբան ու գցում էր ու ինչ որ մի բան գրում էր ասենք օրոբոնս թիմակիցներս էս ինչ ոչ մի ասես տոքսիկ ինչ որ մեկն էր էլի որ ասենք ինքը նենց լավ է խաղացել իսկ իր թիմակիցները նենց հիմար դեմքեր էին որ խաղը գրվել են Հետո արդեն նենքան էր գցում նույնիսկ առանց ոչ մի բան գրելու, ասես պրոստը նկարներն էր գցում։ Իբր ուրիշներն հետաքրքիր է։ Հա, ոչմ ու մեզ կոնկրետ փրկեց մի հատ կանոն։ Այդ կանոնը սենց է որ խմբում չի կարելի պոստանել նկար վիդեո, կամ ինչ որ չգիտեմ ֆայլ առանց գրվածքի։ Հա։
ասենք նույնիսկ եթե մեմ ես գցում, որ պետք է ասենք մարդիկ տենան, խնդան, հասկանան կամ չհասկանան, դու ինչ-որ քո կոմենտը պետք է անես, թե ինչի ես դու ասենք այդ գցել, կամ ինչի է քեզ այդ տենց խնդալու թվում, որ գցել ես։ Ու մեզ այդ կոնկրետ փրկեց, որովհետև արդեն տենց հիմար պոստերը կարելի էր ֆիլտր անել, որ ասենց ուղղակի ինչ-որ մեկը մի բան գցել է ու ոչ մի բան չի ասել։ Ու նաև շատ բան դարձավ խումբը։ Ոնց որ մարդ որ գրում է ինչ-որ մի բան, ինքը տենց իր ինչ-որ տեսակետն է ներկայացնում, բան, ու շատ engaging է դարձնում։ Ասենք դու էլ ես ուզում իրան մի բան ասես, կամ համաձայնվես, կամ ասես ես ինչ ես խոսում, բան չէ։ Իսկ երբ որ ասենց ինչ-որ առանց դեմք ոչ մի ինչ-որ բան չարտահայտող մի բան է, շատ կարաս լայքես գնաս, էլի, կամ էդ էլ չանես։ Ու այդ կանոնը մեր խումբը ասում եմ փրկեց այն վիճակից, որ տենց մի պահ հայտնվել էր այդ լրիվ դուրս եկանք ու հիմա ինքը կակրաս տենց շատ որակով ասում կոնտենտ ապահովում, տենց դատարկ հավա ինչ-որ բաներ չկան, էլի։ Հա, ու տենց մինչև հիմա այդ բանը ես նկատել եմ, որ օրնում է, երբ որ ասենք որ սկսնակ գեյմինգ ինդուստրիայում ուժերը փորձող մարդիկ են բերում իրանց ինչ-որ խաղից, ինչ-որ նմուշ գցում։ Հա, շատ տալին։ Դա շատ հետաքրքիր, ես ասենք որ ակնհայտ գովազդային իմաստով որ գցեն ասենք այդ։ Դե ոչ միայն օրինակ տենց խաղեր կամ բաներ են գցում, հիմնականում իրականում մոբայլն է, որովհետև հիմա ավելի հեշտ է մոբայլ խաղ սարքել, քան համակարգչային։ Չնայած արդեն այդ սահմանն էլ է մի քիչ ջնջվում, նույն այդ Genshin-ի ու Honkai հաշվով որ խոսում էինք։ Հա, ասենք շատ ստրիմերներ, յութուբերներ, չգիտեմ, Twitch-ով փորձով զբաղվողներ, էլի գալիս էին, ասենք իրանց ալիքը ներկայացնում էին ու դա մենք երբեք չենք հաշվել որպես գովազդ։ Երբ որ ասենք մարդը ինչ որ փորձում է ներկայացնի իր գործը ուսլովնը։ Բայց երբ որ սկսում են սպամ անել, ասենք ամեն ստրիմը, հա, ասենք գցում են բան, արդեն ասում ենք, գիտեք ինչ մի քիչ հանգիստ, եթե ինչ որ հատուկ բան կա ստրիմի հետ կապված, կարաս հա ժամանակ առ ժամանակ ինչ որ մի բան, հա։ Բայց ոնց որ այդ Counter Strike-ի բաները էլի։ Հա, ոչ մի պետք չի ամեն ինչ լցնել ստեղ, մենք ասենք չենք ուզում էլի, այդտեղ զիբիլանոցի վերածվենք։ Վատ ոչ մեկին չեմ նեղացնում զիբիլանոց ասելով, ուղղակի որ ասենք ինչ որ մեկից կոնտենտը նույնատիպ շատ է լինում, այդ հոգնածնում են ու չեն ուզում։ Բայց կան տես նորմալ ստրիմերներ, ովքեր հավաքում են, ասենք, ինչ գոնե ինչ որ զգալի քանակի դիտողներ YouTube-ում կան, բայց այդ հիմնականում երեխեք են, շատ փոքր տարիքի երեխեք։ Ու այդ բավականին մեծ խնդիր է մեր մոտ, ես կասեի։ Օրինակ նույն Նարեկի հետ հաղորդումը ես որ նայում էի, Նարեկը ասում էր, որ իր համար խնդիրը լեզուն է, հայերենն է։ Լեզվի հետ իսկապես խնդիր կա, ես հիմա դա նաև գործ է, բայց AGC-ի համար էլ ինչ-որ բաներ գրելուց, լիքը տերմիններ, լիքը բան, դու չգիտես հայերեն ոնց ասես, որովհետև մեր մոտ զարգացած չի լրագրությունը այդ ինդուստրիայի վերաբերյալ ոչ մեկ չի գրում գեյմինգի ոչ մեկ բանում գրում էին հա մեկ ինչ որ ասենք դու գրում էիր բան բայց դու հասկանում ես ինչի մասին ասենք եթե պրոֆեսիոնալ ժուրնալիստիկա չունենք մենք այդ եթե դու փորձես հայերեն ասես ասենք չգիտեմ բան դրույդ ընտրեցի որպես կլաս ու ինչ-որ ռեյդ արեցի, չես մանում ինչ դանջենը։ Ամբողջ նախադասություն ոչ հայկական հայերեն բառեր։ Հա, ոչ մի բան հայերեն չկա։ Ու այդ խնդիրը, որովհետև այդ մարդիկ, ովքեր ստրիմ են անում, իրանք sense էնտուզիազմ ունեն, բան ողջևորված են, բայց դու արդյունքում ստանում ես շատ վատ որակի content, ես որպես պատրիբիցիլ էլի այդ առումով եմ խոսում։ Այդ մարդն էլ չի հասկանում ոնց խոսա Բացի այն ամենից իհարկե որ շուկան փոքր է այս կողմում բան, բայց հիմնականում մեր ասենք յութուբերներին որ լսել, էլի ոչ մեկին չեմ ուզում նեղացնեմ, բայց ինչ որ sense կիսա քարտու, կիսա sense այ բան, այո, ռոյս ինչի խոր տեսոք բան,
ինչ որ sense բաներ է, որը մեծ մարդու համար հետաքրքիր չի, փոքրերին գրավում է, բայց տենց բարձր դասի content մենք չունենք։ Սթրիմինգային։ Հա։ Իսկ լավ, քանի որ մեր ժամանակը մնացել է 5 րոպե, արի մեր հայկական գեյմինգ ինդուստրիայի մասին խոսենք։ Դավայ։ Կա հայկական գեյմինգ ինդուստրիա, արդյունաբերություն։ Այսինքն ստուդիաներ, որոնք ստեղծում են խաղեր։ Կա, դա հիմնականում իհարկե էլի mobile ինդուստրիան է, որը բավականին լավ զարգացած է մեր մոտ։ Բավականին վաղուց վանից ես կասեի, որ մարդիկ զբաղվում են, իրանց պրոդուկտները առաջ են տանում, կլինի դա ասենք նույն Rockbite-ը, որ ինչ որ հեղինակային իր հենց խաղերն է։ Կլինեն դա ինչ որ ուրիշ ստուդիաներ, որոնք outsource-են ինչ որ ուրիշ ավելի մեծ ստուդիաների համար, քանի որ մեր մոտ IT-ն շատ լավ տենց բում ապրեց, զարգացավ։ Գեյմինգը ինքը շատ մեծ ինդուստրիա է, էլի գլոբալ։ Կարծեմ կինոյի մոտիկա ինչ որ թվերով էլի իր հավառողներով ավելի շատ։ Կինոյին ոնց որ անցել է, ինչքան Անցել է, հա, ճիշտ է։ Ինքը մի պահ տակներ, հետո գնաց վերև, հա։ Ու այդ գլոբալ շատ մեծ ինդուստրիա է։ Ու մենք արդեն ոնց որ այդ պիրաժոկի մի մասը ասես կծել ենք, որովհետև մեր մոտ IT-ն հա բավականին զարգացավ։ Ես գիտեմ, որ Space Marine 2-ի ստեղծելուն հայկական թիմ մասնակցել է։ Այդ մի քիչ sense անուղղակիորեն բան է, որովհետև Saber Interactive-ը հա այդ մշակող ստուդիան բանը նախ այդ իր հեղինակային խաղը չի։ Հա, գիտեմ, հա։ Երկրորդը իրանք այս պոլիտիկի թեմաներով, չասենք ինչի պատճառով Ռուսաստանից տեղափոխվեցին Հայաստան։ Ու այնտեղ հիմնականը հենց ռուսներ են, ռիլականտներ են։ Նաև ստեղ իրանք համալրեցին իրանց թիմը շատ հայերով։ Ու այո, հայեր լիքը մասնակցել են Space Marine-ին, որը շատ հավես խաղ է։ Հա։ Նույնիսկ ու ասենք ինչ որ առանձին մարդկանց, երևի կարելի է նույնիսկ տենց կանչել ինտերվյուի, բան որ իրանք պատմեն թե ինչ ոնց են աշխատել, բայց որ ասենք հայերն են սարքե, տենց չէ, որովհետև մոտավորապես նույն ձևի երևի կարելի ասել, որ նույն Baldur's Gate 3-ը էլի ինչ որ չափ հայերն են սարքե։ Հա, մասնակցել են։ Հա, որովհետև ինչ որ էֆեկտներ, ասենք այդ բաների ինչ որ սփելերը, որ գցում են բան եւ այլն, ինչ որ էֆեկտներ հայերն են սարքել։ Atomic Heart-ն էլ։ Հա, Atomic Heart-ն էլ են հիմա ստեղ։ Ոչ եմ, մենք բավականին շատ մասնակցություն ունեցել ենք դաժե տենց AAA project-ների, բայց հենց որ հեղինակային հայկական խաղ, այդ ասենք նույն, չգիտեմ, Դավիթ Անդրեասյանին է երևի կարելի նշել, ով տենց walking simulator էր սարքել, ինքը իրանով տենց մաքսիմալ ինդի վիճակով ինքն էր սցենարը մշակել, մինչև են երբ որ Godzilla-ն սարքեց Իրանը։ Հա, մինչև է։ Չէ, դե walking simulator-ներ շատ կան։ Հա, Իրանը տենց փոքր ոնց էր անունը Inmates ոնց որ, հա։ Այդ իր առաջի տենց փորձերից էր խաղը Steam-ում կա, կարելի է նայել բան։ Ու ինչի ես գիտեմ, որովհետև հենց AGC-ում էլի ինքը ներկայացել է խաղը։ Այդ պահը դուր է գալի, երբ որ հեղինակները իրանց խաղերի մասին նաև խմբում են գցում, այսինքն իրենք համարում են, որ այդ խումբը կարևոր է, որովհետև community-ն հենց այդտեղ է։ Հա, ասենք շատ հեշտ է այդտեղից feedback ստանալ, որովհետև մենք շատ ուրախանում ենք, երբ որ մեր խաղերը բան ու շատ արագ արձագանքում։ Հա, պատրաստ ենք ոնց որ տրամադրել այդ feedback-ը, եթե ասենք ինչ որ ես իմ ընդեով, ասենք, չգիտեմ, Ռուսաստանից մեկը Steam-ում կգրի վատ խաղա կամ լավ խաղա ու չի ասի ինչի է վատ կամ մենք կասենք, մենք պատրաստ ենք օգնել էլի այդ մարդու feedback-ով ու դրա համար տենց բետա թեստավորում է էլի անցկացվում։ Բետաներն են արել մեր մոտ իրականում, հա, ոչ իմ լիքը բան է կատարվում AGC-ում։ Չէ, AGC-ն շատ կարևոր է, ընդհանրապես մեր հայկական գեյմինգի աճելու երիտասարդներին ներգրավել, նաև նոր երեխեքին նաև ներգրավելը շատ կարևոր է ու այն խնամքը, որով դուք եք մոտենում խմբին, մոդերացիան, որ ավելորդ, չգիտեմ, հիմար բաներ չգրեն կամ ինչ-որ կոմենտ, դաժե կոմենտների մասին է էլի խոսքը, որ մակրասիրությունը շատ կարևոր է էլի, որտեղ դու որ մտնում ես խումբ, դու քեզ զգում ես նորմալ համայնքում, նորմալ միջավայր, ցիվիլ միջավայր, ոչ թե ինչ-որ գազանանոցում է, որտեղ շատ խմբեր
լրիվ գազանանոց են Իրականում ինձ թվում է դա խանգարում մի քիչ որ ջահելները մեզ միանան, Հա, որտեղ իրանք սովոր են գազանանոցի, իրանք տենչում են գազանանոց ու իրանց թվում է որ ասենք իրանց ազատությունը բան է սանում, էլի կամ վիրավորում ես դու շատերը sense personal էին, ասենք իմ գրածները մոդերացիայի հաշվով իմ գրածները ընդունում ոնց թե դու ջնջում ես հա իմ կամ չես ուզում ես вообще դուրս կգամ խմբից գնացեք բարի 1000 մի բան կարամ պատմեմ դե ձեր խմբին հաջողություն էլի նոր մարդիկ հավաքվեն նոր միացեք Facebook-ում Armenian Gamers Community կա համ page համ խումբն է ակտիվ միացեք խմբին page-ն հենց ավելի ձևի համար է Եկեք ներկայացրեք ձեր խաղային, ասենք, չգիտեմ, ինչի եք հասել, եթե ինչ-որ լավ կիբերսպորտսմեն եք կամ ինչ-որ, չգիտեմ, top 100-ի մեջ եք ինչ-որ խաղում։ Եկեք, ասեք, մեզ ամեն ինչ հետաքրքիր է, ձեր մշակած խաղերը, ձեր մտքերը, եթե ունեք ինչ-որ խաղերի հաշվով կամ review-ները, в общем, շատ լավ community-ա, միացեք, մասնակցեք։ Կարգին ժողովուրդ են։ Ապրես որ եկար։ Շնորհակալություն հրավերի համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։